Չեն տալիս Փաշինյանին մոտենալ։ Ես մոտեցա, թույլ չեն տալի, բայց մոտեցա։ Թեմից կդրի մոտեցա, պարոն Փաշինյանը ցենց թե դատարանը գիտի։ Իսկ Փաշինյանի խոսույթի մասին ինչ կասեք։ Ընդդիմության մասին խոսելիս ասում է լակոտներ, համբալներ, կզացնելու եմ ձեզ, պատասխան եք տալու։ Ով ադենցում։ Փաշինյանն է ասում։ Եդենց բան չեմ լսել այ մարդերի սուտ բան ինչա։ Այդ մարդու հետևից ընկած են, քուտունը շիվի նրա հետևից ընկած են։ Փաշինյանի հետ։ Հապա։ Ով է ընկած։ Տնտիմությունով։ Են Գևորգյանը ազգը ինչա մեկեմ կա Գալստյանը, Գևորգյանը այդ կնիգը, Աննա ինչանա մեկել են կարմիր մազերովը, Ագնեսյան։ Երգեցին էլ տանեն շինեն չոբան։ Տեսեք մենք տաշիրում ենք օրինակ Սամվել Կարապետյանի ծննդավայրն է սա, իր մասին խոսելիս ասում է կալուգացի օլիգարխ, սատկացնելու եմ քեզ, ուզենալու ես Հայաստանից փախնել։ Էնի վարչապետը ինչ ուզենա քսի նրա վրեմ, ոչ մեկն էլ չի կարա։ Ուրիշ Ձեզ համար ընդունելի է այդ խոսույթը։ Իմ համար ամեն ինչն էլ ընդունել է։ Սամվելն էլ Կարապետյանն էլ լավ է, իմ համար են էլ լավ։ Դուք ում եք ընտրելու։ Այդի ես գիտեմ։ Էդի ես պետք է զակոնի ընդրեմ։ Ով իմ քարիժեն տվեց ծերի ապերացիա։ Հայաստանի քարտեզն է, այս քարտեզը առանց Արցախի է։ Ձեզ համար ընդունելի է քարտեզը այդ։ Տխի չստեցել օրեղնի շնորհակալ ենք։ Թե չես էլ ծերներից կառնեն։ Ասում է Արցախից փախածն է, դուք ինչի եք ողջ, պետք է զոհված լինեիք։ Արցախը բալաջան, Կերտասաղ Երևան գայդնեց որ 2006 թվին Արցախը վաճառել են Սերժը, Քոչօղլին, Լևոնօղլին, Վազգեն Մանուկյանը, Պուտինը, այդ դրանք տվեցին։ Իսկ հիմա խաղաղություն կա։ Խիչ կա։ Ոչ էսի խաղաղություն չի կայնած ենք, ոչ մեկից ծեր չենք։ Փաշինյանը ասում է, եթե ինձ չընտրեք, պատերազմ է լինելու։ Չի, սուտ է։ Փաշինյանի պես խաղաղ մարդ չկա, խաղաղություն է սիրում նա։ Դուք համաձայն եք այդ վարկածի հետ։ Ես ընկա ինչ որ պետներ ես տեսեցի։